Բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ։ Ինչպես գիտեք, ես Էֆրասեն Սպարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, երազներ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք դիմել, եթե չեք կարող այցելել, աշխատում եմ նաև on-line տեսահոլովակի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Facebook-յան ալիքներում, TikTok-յան ալիքներում, Одноклассникում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք, այդտեղ ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ կան, տեղեկատվություններ կան, ծիսակարգեր կան, հմայախոսություններ կան, որոնք որ ես գիտեմ, ձեր ամբողջ կյանքի ընթացքում անհրաժեշտ կլինի։ Ինչի համար է մասին եմ այժմ ես սիրելիներս ցանկանում ձեզ հետ խոսել այս եթերի մեջ։ Ընդհանրապես, ինչպես գիտեք սիրելիներս, մեզանից յուրաքանչյուրը կախված իր ծննդյան ժամանակահատվածից, ինչպիսի համաստեղության տակ է ծնված, ինչպիսի մոլորակներ են մասնակցել իր ծննդյան ժամանակահատվածում այդ տիեզերական էներգետիկայի համագործակցության մեջ մեծանից յուրաքանչյուրի վրա այդ էներգետիկան տարբեր ձևով է ազդում։ Եվ ես ցանկանում եմ այժմ ձեզանից յուրաքանչյուրին տալ մի շատ կարևոր բանալի, որի միջոցով դուք կարողանաք ձեր կյանքի մեջ եթե ինչ-որ դժվարություններ է հայտ գալիս, դուք կարողանաք այդ բանալու միջոցով, ոնց որ այդ բանալին հատուկ կոդ ունենա, որով դուք կարողանաք այդ բանալու միջոցով այդ դժվարությունները, այդ խնդիրները ձեր կյանքի ընթացքում վերացնել, հաղթահարել։ Եթե նույնիսկ ընթացք կա, որ իրենք դժվարությունների մեջ եք, ձեր կյանքի մեջ, դուք այդ կոդը, այդ բանալին օգտագործելով, դուք կարողանաք այդ դժվարությունները, այդ խնդիրները ձեր կյանքի միջից վերացնել։ Շատ դեպքերում, եթե դուք իմ այդ տված բանալիները ճիշտ օգտագործեք, ընդհակառակը դուք ձեր կյանքի մեջ եւ այդ խնդիրները, այդ դժվարությունները կկարողանաք խուսափել, մեղմել այդ հարվածները։ Եվ այժմ ուզում եմ տալ հենց բանալին խոյ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Շատ դեպքերում մեզանից յուրաքանչյուրին թվում է, թե խոյերը իրենք էմոցիոնալ անձնավորություններ չեն, իրենք էմպաթներ չեն, իրենք մարդկանց ցավը չեն զգում այնպես, ինչպես խորությամբ, ինչպես որ պետք է, սիրելիներս, դա շատ սխալ է։ Ուղղակի մեր խոյերը իրենք չեն ուզում, չեն սիրում, չեն կարողանում իրենց այդ էմոցիան, այդ ներքին ապրումները, որ իրենք ապրում են, եւ իրենց դժվարությունների համար, եւ իրենց հարազատի, եւ իրենց երկրի դժվարությունների համար, իրենք ուղղակի չեն կարողանում արտահայտել։ Շատ դեպքերում իրենք հենց ամենադժվարության ժամանակ, ամենաառաջինը մեկից մտածում են, թե ինչպես իրագործել իրենց հնարավորությունները, իրենց ձեռքի եղած հնարավորությունները, ֆինանսական հնարավորությունները, որպեսզի կարողանան իրենք այդ դժվարությունները հաղթահարել։ Բայց սիրելի խոյեր, ես գիտեմ, որ իրենք այդ խնդիրները շատ ուժեղ կերպով, ցավոտ կերպով իրենց հոգու մեջ կրում են։ Ուղղակի դիմացինը չի հասկանում մեր սիրելի խոյերի հոգու մեջ տեղի ունեցող այդ պոռկումը, այդ ցասումը, այդ խնդիրները, այդ վիճաբանությունները։ Սիրելի խոյեր, եթե դուք անձամբ կամ ձեր հարազատները կանգնած են ինչ-որ դժվարության խնդիրների առաջ, որպեսզի դուք կարողանաք այդ խնդիրները եւ անձամբ եւ ձեր հարազատների մոտ եղած դժվարությունները կարողանաք հաղթահարել,
կարողանաք ճիշտ ելք գտնել դեպի հաղթական ուղին, դուք կարողացեք ձեր ոչ թե լրացնել ձեր մեջ եղած պայքարը, ձեր մեջ եղած ցասումը, զգացմունքները, այլ ընդհակառակը այդ ապրումները ճիշտ ձևով վերաբրեք եւ ինքնըստինքյան դուք այդ էներգիայով ավելի մեծ հնարավորություն կունենաք այդ դժվարությունը հաղթահարել դուրս գալ, քան թե երբ որ դուք ձեր զգացմունքայնությունը փակում եք եւ մտածում եք միայն ձեր լոգիկայով, ձեր իրավատեսությամբ։ Ձեր լոգիկան կարող է ճիշտ է տանի ձեզի դեպի հաղթանակը, բայց ինքը ավելի դանդաղ կաշխատի, քան ձեր ներքին զգացմունքները, ներքին էներգետիկան։ Լսեք ձեր այդ ներքին պայքարի ձայնին, ձեր այդ ներքին էներգետիկան ձեզ կտանի ավելի մեծ հաղթանակների, նաև այսպիսի իրավիճակ կա, սիրելի խոյեր, դուք հենց այդ կռվի ժամանակ, ներքին կռվի ժամանակ, եթե այդ խնդիրները հասունանում են ձեր դեմ, ձեր հարազատների դեմ, դուք միշտ մտածեք, որ այս դժվարությունը ինքը ժամանակավոր է, ինքը հաղթանակելի է եւ դուք ինքնըստինքյան ամեն ինչը կկարողանաք հաղթահարել եւ դուրս գալ։ Եվ սա բանալի է, որ դուք կարողանաք այդ խնդիրները իրոք հաղթանակով այդ խնդիրներից դուրս գալ։